Նրա ստեղծագործությունների մեջ առանձնանում է հատկապես մեր ազգային նկարագրի արտացոլման տեսանկյունից ուստա Կարո ստեղծագործությունը, այս վեպը նա առաջին տարբերակ որպես դեռևս 1911-12 թվականներին կարողացել էր ավարտին հասցնել, երբ Արևմտյան Հայաստանի տարածքով Կարինից, Տրապիզոն, այնուհետև Կոստանդնուպոլիս էր տեղափոխվում եւ Պոլսում հայ մտավորականների հետ հանդիպումներ էր ունենում, քննարկումներ։ Այս ընթացքում նա ամբողջացրել է առաջին տարբերակը, հետագայում արդեն տարիներ անց ամբողջացրել եւ երկրորդ տարբերակն է ստացել։ Շատ նուրբ հոգեբանական տեսարաններ են արտացոլված եւ մարդու փիլիսոփայական կերպարի արտացոլում կարելի է տեսնել նրա համբերանքի չիբուխը ստեղծագործության մեջ եւ այսպես շարունակ։ Այսինքն Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է՝ պոեմներ, վեպեր, բանաստեղծություններ, արձակ եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ փաստորեն երգեր, որոնք կարելի է համարել ինչ որտեղ նաեւ գուսանական երաժշտությունից ոգեշնչված եւ դրանք կարելի ասել հայդուկային շարժման, ազգային ազատագրական շարժման ոգեշնչման աղբյուր են եղել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։